Ժողովուրդ ջան, բարի երեկո, հարազատներ, հայրենակիցներ, իմ ընկերներ, իմ հետևորդներ։ Դուք իմ ուժն եք, իմ պետությունն եք, իմ պետության ամենակարևոր օղակներից մեկն եք, սնուցող երակն եք։ Ժողովուրդ ջան, ինձ եթե լսվում է, գրեք լսվում է, ասեմ էլ, այսօր քանի որ չափից ավել հանդարտ եմ ի տարբերություն երեկվա իմ կարգավիճակի, քանի որ ես ոնց որ պետքներ այդ թափ թփուկին տեղը դրեցի, արդեն նյարդերս հանգստացավ։ Ժողովուրդ ջան, մտնում եմ Facebook, տեսնում եմ, որ այնտեղ գրառումներ ա տեղի ունենում, որ մնաց 99 օր մեր ձևովը գրում է, մնաց 99 օր։ Կներեք, սիրելի հայրենակիցներ եւ հայրենադավներ, հայրենակիցները իմ հետևորդներն են, իմ հայերն են։ Իսկ հայրենադավները Ռուսաստանի Դաշնությունից Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափվածներն են։ Ժողովուրդ ջան, որ դուք գրում եք մնաց 99 օր։ Կներեք ինչին մնաց։ Հա ճիշտ է, դուք ձեր լոգոյի վրա տպել եք, որ դուք գալիս եք երկիրը փրկեք, երկիրը ավիրված է, երկիրը ծախված է, երկիրը թուրքամետ իշխանություն է, երկիրը գալիս եք փրկեք։ Նախ եւ առաջ ոչխարի ծնունդներ, դուք ուր եք 30 տարի, 36 տարի չկայ, գոյություն չունեք։ Իսկ դուք որ այսօր մնաց 99 օր կարգախոսն եք հանդես բերում։ Կներեք ինչին մնաց 90 օր։ Ինչին մնաց 99 օր։ Ոչ թե 90 օր, լսվում է, կարևորը լսվում է հարազատներս, ինչին է մնացել 90 օր, 99 օր շեշտում եք, 100 օր, ինչին է մնացել է Հայաստանի Հանրապետությանը 99 օր, որ նորից հիշացնեք մարդկանց, թեպետ ասեմ ձեզ, չեն էլ մոռացել մարդիկ այդ օրերը, չի էլ մոռացվի, դա սերնդեսերունդ ինձ թվում է կփոխանցվի 36 տարվա ատելությունն ու խոշտանգումը, որ դուք կատարել եք այս ժողովրդի հանդեպ, բայց որ դուք այսօր գրաֆիկ եք դրել ու զինվորի մոտ նման ջնջում եք օրերը օրացույցի վրա, թե քանի օր մնաց, ասեմ ձեզ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունին ընտրություններին մնացել է 99 օր, բայց ոչ թե դուք գաք իշխանության, ձեր համար ձեր կարգախոսն է մնաց 99 օր, ասելով ինչ է գալու Հայաստանի գլխին 99 օր հետո Հայաստանի Հանրապետությունում, եթե դուք կաք իշխանության, նորից Հայաստանը գույք պարտքի դիմաց պատմոսով մատուցելու եք Սամվել Կարապետյանին, նորից Հայաստանը գույք պարտքի դիմաց ամբողջ գործարանները այն ինչ որ արտադրվել է, ստեղծվել է, արարվել է այս տարիների ընթացքում, այս 8 տարվա ընթացքում, նորից պատմոսով մատուցելու եք գույք պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնության այն տղամարդուն, որը իշխում ու տնօրինում է ձեր բոլոր տան, թե մայրերին, թե կանանց։ Դուք քաղաքական դաշտ եք ներխուժել, որպեսզի եւս մեկ անգամ դուք չեք սիրում այս իշխանությանը, որ տնօրինում է այս իշխանության ղեկը, որ այս իշխանության ղեկն ու աթոռը ձեր ձեռքից բարիզ բուն իմաստով վերցնել է, ձեզ խայտարակել է, ձեզ դուրս է շպրտել, ձեզ զրկել է մանդատից, ձեզ զրկել է Հայաստանի Հանրապետության բնակչությանը նսեմացնելուց, վիրավորելուց, փողերն ուտելուց, թոշակն ուտելուց, գույքահարկերը բարձրացնելու process-ից։ Դուք անդառնալի կորուստ եք զգում ձեր մեջ մանդատի, աթոռի, այդ ծառավը ձեր մեջ դեռ չի հագեցել։ Ու ըստ դրա ասեմ ձեզ, դուք երբևիցե իշխանության չեք գալու։ Այն որ նայում եմ ինչ է կատարվում սոցցանցերում, ամբողջ Էջմիածնով Արտաշատով շփվեց, ֆրաց։ Մի հատ ղախպի տղա, այդ բջի տղեն Ղարաբաղցի էր, խանութի աշխատող, կանգնեց ավել պակաս խոսած։ Էդ էլ պետք լինի, բա քաղաքականություն է, բա ընտրություն է, բա անդիմություն է, բա ղախպի տղություն է, բա երկիրը քանդողություն է, բա երկիրը շենացողություն է, ինչ ասես կա։ Այդ բոլոր հարթակները պետքա լինի, եթե չլինի դիմադիր հարթակ, չի լինի անգամ պայքարող հարթակ, դա նորմալ է, բայց այն որ տեսնում եմ ինչ է կատարվում, ինչ ձև են ընդունում այս երկրի վարչապետին, դա արդեն նորից ուժ ու հպարտությունս ավելացնում է, անես չի ուժս ու հպարտությունս դեպի այս իշխանությունը խոնարհվելու process-ը, ինչ որ իջել է ինչ որ մի մասնիկ, չկա նման բան, ռեյտինգն էլ ավելի է բարձրանում, երբ որ դուք ձեր ավանակների գրուպայով հանդես եք գալի հասարակությունը, ձեր այդ ոչխարաբուծական ֆերմաներով, երբ որ ընկնում եք փողոցները, մարդիկ իրանց մեջ վերլուծում են, նախ ներմուծում են իրանց մեջ այդ գաղափարը, հետո նոր վերլուծում են դեպի ձեզ, թե դուք ուր եք այսքան վաղտ 36,000 տուն սարքողներ, որ խոսք եք տալի 3,300,000 աշխատատեղ սարքողներ, կներեք, այս երկիրն էլ այդքան բնակչության աշխատանքի տեղի կարիք չունի,
չունի հաստատ այդքան։ Հայաստանի Հանրապետությունում հենց մենակ շինարարական աշխատանքային process-ը այնքան է զարգացել, որ Հայաստանի Հանրապետության բնակիչը ել երկրից դուրս չի գալի շինարարական գործողություններ անելու համար։ Շինարարական բրիգադները, խոպանչիները ել չեն դուրս գալի։ Ամբողջը Երևանում են ցախ Հայաստանի մարզում աշխատում ապրում են։ Կներեք, ասեմ ձեզ, ձեր գնացքը գնացել է, դուք շատ թեկուս կեղծ, բայց շատ ուշ եք հիշել, որ ունեք Հայաստանի Հանրապետություն ավիրված, անտեսված, երկրաշարժ տեսած ժողովուրդ, պատերազմ տեսած ժողովուրդ, անցել է դեր այդ հիշողության process-ը հասկանում եք, հիմա Հայաստանի Հանրապետությունում 99% ամեն ինչ կայուն վիճակի մեջ է, 99%, իսկ ձեր վախտով, ձեր ժամանակահատվածում, երբ որ դուք տնօրինում եք, Հայաստանի Հանրապետությունը 99 չէ, 100% ծաղկում էր ու զարգանում մենակ պետական համակարգի համար, զարգանում էր մենակ ազգային ժողովի այդ ժողովարանում լցված այդ ոչխարի կույտի համար, այդ անասնաբուծական ֆերմայի համար, զարգանում էր դաչաներ, էլիտար թաղամասներ, ծաղկում էր հյուսիսային պողոտան, հյուսիսային պողոտայի անիավեր շենքերից դուրս էր շպրտվում տարեց թոշակառուն, մեռելը դագաղով հանում եք, դնում եք դուրսը, շենքը ապամոնտաժում եք, չեք թողում, այսօրվա այդ ձեր ժողովրդին, որ եկել եք աջակցության ու կարեկցանքի ձեռք եք մեկնում, չեք թողում այդ ժողովուրդը անգամ իրա մեռելը թաղեր հյուսիսային պողոտանում, հանում եք ու դուրս եք շպրտում։ Հայաստանի Հանրապետությունում ինչքան սփյուռքահայեր կան, Ռուսաստանի Դաշնությունում ինչքան Հայաստանից օտարացած փախած հայեր կան, որ փախել գնացել են, ձեր դարդու են գնացել, ձեր դարդու, նրանք այնքան հայրենասեր քաջ ժողովուրդ են եղել պինդ, որ արդ երկրից անգամ իրանց անիավեր տունը կորցրած վիճակում իրանց երգիրը չեն մոռացել, իրանց անիավեր զինվորին չեն մոռացել, իրանց սքաշաղաղ մորը չեն մոռացել, իրանց հողն ու ջուրը չեն մոռացել ու կայնել են այս պետության կողքին, ու այդ ժողովուրդն այսօր Փաշինյանի ղեկավարման տարիներից մինչև առեսօր, որ սարքեցիք պատերազմ, կոսպեկտավորեցիք այդ արհավիղքը, սարքեցիք սքաշաղաղ մեր մայրերին, անգամ այդ մայրերը կայնած են այս իշխանության կողքին։ Ժողովուրդ իրա կույր արշկերը բացար է, բայց այսօր դուք, որպես երկրի մասնագիտացված թալանչիներ, կորցրել եք ձեր գիտելիքները, ձեր այդ սեյսմիկ շան, Սիսնոյ շան հոտառությունն անգամ, դուք չեք տենում, դուք կուրացել եք, դուք մնայում եք Նիկոլին, Նիկոլի աթոռին և Նիկոլի այդ պետական համակարգում գտնվող այդ շքախմբին, դուք ատում եք այդ պրոցեսը, որ այդ աթոռը ձեր ձեռից դուսայք է, դուք Հայաստանի Հանրապետությունում չեք տեսնում, որ այն կուրացած ժողովուրդը ձեր բամբոշկեքից, որ բամփում եք գլխներին, ամեն ցույցի ժամանակ շալարով փաթաթում, պաժարնով ջրցան մեքենաներով շպրտում դեսուդեն, մարտի 1 կոսպեկտավորում, հոկտեմբերի 1 կոսպեկտավորում, գյուղերում, պանսիոնատներում հիվանդ երեխեքի պոշկեքը հանում եք, տանում եք Ամերիկա վաճառում եք, մարդիկ չեն մոռացել, դա սերնդեսերունդ փոխանցվելու է, ու դրա բարձր հովանի ներքո գիտելիք ունեցող մարդը ասում է լավ էս ղախպի տղերքը ուր էին մինչև հիմա, ուր էր Սամվել Կարապետյան, մի հատ բայրակթար բերեիր Հայաստան, մի 1000 հատ քնապարկ ուղարկեիր Հայաստան, այդ քնապարկի հետ քնես հավերժ քունտրողների հետ միասին, հավերժ քնես չզարթնես, քեզ սատար կայնողների հետ, ուր էիր, Ամերիկայում, Հոլանդիայում սոցիալ փողով ապրող մարդիկ, հաշվանդամ մարդիկ Ֆրանսիայում, Գերմանիայում, Կալիֆոռնիայում, մեր ապրող հայերը 5-6 կին միայն իրար 50 քնապարկ էին ուղարկում Հայաստան, ուր էի Սամվել Կարապետյան, փաստորեն դու իմ սփյուռքահայ 5 կնոջ քակքն են ճարժես, դու այդ 5 կնոջը գումարեմ իրար, անգումարել ու գումարած նրա կես տղամարդկությունը չունես, դու այսօր հանդես ես եկել Հայաստանը փրկելու շապիկով, դուք Հայաստանը խեղաթուրել եք, խայտառակել եք, ապականել եք, կոսպեկտավորել եք կորոնավիրուս, դրան կից կոսպեկտավորել եք Հայաստանի Հանրապետությունում, այդ պատերազմը ու պատերազմի դաշտից դուրս պրծած այդ անգրագետ համակարգին դրանց մեծամասնությունը թալանչի արցախցիներին ա վերաբերվում, սոված, անկնիկ, անպեչատ, բայց միևնույն պահին իրանց ոսկեղենը ծծների մեջ, դոշների մեջ պահած թուրքեր են մաքուր ու Հայաստանի Հանրապետության ոչ բնակիչի արածը գնահատեցին, ոչ պետության արածը գնահատեցին, ոչ էլ սփյուռքի հայ արածը գնահատեցին, այդ էշի վաստակը որ կայնել է, ասում է Նիկոլի կնոջը, Տիկին Աննային ուզում են Փաշինյանի կնոջը,
քանի որ նրա սիրտը ազատ առաջարկություն անը մի հատ կնիկ ունի դոշերը բաց հեսա նկարը կդնեմ իստորիա կտենակ ոտերը բաց թամամ հակը մի լիֆուտ ռուսիկ չկա գնա կնգատ բավարարի կնգատ հետ եւս մեկ անգամ ամուսնացի ու ասա շոր հաճի սա Արցախը չի արդեն եկել ենք Երևան մեզ սենց անողների բարձր հովանի ներքո եկել ենք Երևան դուք ձեր բերած արցախցիներին Արցախը բեռնաթափած արցախցիներին բերել եք Հայաստան կոսպեկտավորել եք պատերազմ 5000 ծնողի սարքել եք սկավոր 5000 զինվորի սարքել եք հաշվանդամ 5000 զինվորի կողել եք հողի տակը որ Արցախցուն սարքեք ցույցի մատերիալ որ այդ ցույցի մատերիալի բարձր հովանի ներքո տիրանակ մեզ մեր իշխանությանը մեր պետությանը ու պետականությանը ու եւս մեկ անգամ ապականեք մեր երկիրը արդեն իսկ սկաշաղ ավիրված բայց միևնույն պահին ոտի կիսա ոտքի կանգնած էս երկիրը ու ըստ դրա դուք գիտակցեք ու գիտակցաբար մտածեք ձեր անելիքների մասին դուք իշխանության չեք գալի լիքը քաղաքական ուժեր կա որ նայում ես բայց այս ձևի լկտի լեքսիկոնով հանդես գալացող քաղաքական ուժ ես չեմ տեսել քաղաքական դաշտում ոչ ԿՊ-ի թիմից եմ տեսել ոչ դաշնակների կողմից եմ տեսել ոչ չգիտեմ ում կողմից այս իմ ձևովը մի րոպե արդեն իսկ խայտարակություն է վերին աստիճանի խայտարակություն այսքանը ժողովուրդ ջան հիշեք ու գիտակցեք դուք իշխանության չեք գալու ինչ ձև գուզեք շարժվեք ավտոբուսների մեջ չբավարարված կանանց բավարարեք ձեր թիմից միևնույնն է դուք իշխանության չեք գալու այսքանը լավ մնացեք